Սիրիայում ամերիկյան պատժամիջոցների մեղմացումը ոչինչ չի փոխել մարդկանց կյանքում։ Շուկաներում ու վաճառակետերում մարդիկ առաջվա պես ժամերով նայում են ցուցափեղկերին, երկար պտտվում, մինչև իրենց ուզած ապրանքը էժանով գտնեն։ Պատժամիջոցները հանվել են, բայց գները չեն նվազել, աշխատավարձերն էլ նույնն են մնացել։ Շատ քիչ մարդ է մտնում շուկա, նույնիսկ տոն օրերին վաճառողների գրպանը ծակ է։ Հիմա Սիրիայում պատրաստվում են իսլամական աշխարհի գլխավոր տոներից մեկին՝ զոհաբերության տոնին։ Այն նշելու համար մարդիկ պետք է առնեն ոչխարի կամ կովի միս, բրինձ, լոբի, համեմունքներ, նաև տոնական հագուստ երեխաների համար։ Շատերը թվարկվածի հազիվ կեսն են կարողանում գնել։ Շատ բարդ է, եկամուտները չեն համապատասխանում ծախսերին, ամեն ինչ ավելի է թանկացել։ Վաճառողները պնդում են, որ դոլարի փոխարժեքը նույնն է, ինչ նախկինում, փաստացի ոչինչ չի փոխվել, պատժամիջոցները միայն թղթի վրայից են հանվել, դրանից մեր կյանքի որակը չի փոխվել։ Մարդիկ շարունակում են վատ ապրել, որովհետև չնայած ամերիկյան որոշ պատժամիջոցների մեղմացմանը, մի շարք խիստ սահմանափակումներ դեռ ուժի մեջ են։ Թեև թույլատրվել են բիզնես համագործակցությունները որոշ սիրիական ընկերությունների պետական կառույցների հետ, բայց շատ խիստ պատժամիջոցների մեծ մասը շարունակում է գործել։ Օրինակ, Սիրիան ըստ նահանգների դեռ համարվում է ահաբեկչություն հովանավորող պետություն։ Այս երկրում դեռ արգելված է ռազմական և բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանումը, դեռ ապաբլոկավորված են արգելափակված ակտիվները, արգելված են Ռուսաստանի, Իրանի կամ Հյուսիսային Կորեայի շահերից բխող գործարքները։ Ամերիկյան այս պատժամիջոցների պատճառով է, որ Սիրիայում մարդիկ հիմնականում ապրում են արտասահմանից ուղարկված բարեկամների օգնության շնորհիվ։ Լիլիթ Գասպարյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։